Գյումրիում բնակիչները շարունակում են բողոքել սննդամթերքի գնաճից։ Գները գրեթե օրեցօր բարձրանում են, իսկ մարդկանց եկամուտները չեն փոխվում։ Վաճառքի կետերում ապրանքը շատ է, սակայն գնողունակությունը նկատելիորեն ցածր։ Ամեն ինչ է, մակարոն եղեն, ուտելիքը вообще ինչ որ ուտում ենք մենք, էդ է։ Դե ձետնա թանկացել, կատնամթերքը, ծամասնությունը, բանջարեղենը։ Դա կարող եմ միայն ասել, անդադ բարձրանում են, մենք թոշակառու ենք, թոշակները չի բավականացնում։ Քաղաքում էլ եղել է թանկացումներ կատնամթերքի հետ կապված։ Իրականում թանկացումները մշտապես լինում են պարբերաբար, քիչ-քիչ 10, 20, 30, 40 այդպես դրամական կերպով է շատանում թանկացումները, բայց հիմնականում այդքան էլ նկատելի չեն։ Որոշակի ժամանակ հետո հասկանում ենք, որ այդ ապրանքը, որը գնում ենք մենք ավելի մատչելի, 100-200 դրամ թանկացել է, բայց այդ թանկացումը եղել է աստիճանաբար։ Կատնամթերքը, ցեյտը, յուղը, հավգիտը, որ ասեմ, սաղնը թանկացում է։ Ես չեմ մեկնաբան։ Նորտներն ասում են, որ ամեն անգամ գնումներ կազմակերպելիս ստիպված են ծրագրել, նախ ինչ գնել, իսկ ինչ թողնել հաջորդ ամսվա համար։ Շատերը վստահ են, գնաճի դեմ պայքարը պահանջում է ոչ թե կարճաժամկետ, այլ համակարգային լուծումներ։ Մասնագետները նշում են, գնաճը մի քանի գործոնի հետևանք է, կարևորներից մեկը պահանջարկի աճն է։ Հայաստանում Շիրակի մարզը որպես գործազրկության ու աղքատության բարձր ցուցանիշներ ունեցող մարզ ինքը զգալիորեն կրում է այս ազդեցությունը եւ երբ որ սեզոնային ապրանքների գները աճում են, այսինքն պահանջարկից կախված եւ նաեւ այլ գործոններից կախված, օրինակ եթե ներկրվող ապրանք է, կարող է ուղիղ կախված լինել նաեւ ներկրման գնի բարձրացումից կամ արտարժույթի տատանումից, այս գործոններից կախված ուղղակիորեն գնաճը զգալի կրում են, ինչպես նշեցի, արդեն ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսությունները, իսկ Գյումրի քաղաքում ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսությունների կշիռը բավական բարձր է։ Միշտ տնտեսագետները քննարկում են լուծման ուղիները, Գյումրիում բնակիչները շարունակում են հարմարվել գնաճի նոր իրականությանը, պակաս գնումներով ու ավելի խիստ հաշվարկներով։ Սյուզաննա Խարատյան, Խան Հովհաննիսյան, այսօր։ Նոյեմբերի 19-ը տղամարդկանց միջազգային օրը Գյումրիում այս տարի նշվեց յուրահատուկ մշակութային ձևաչափով։ Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը եւ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը համագործակցելով Նաիրյան վոկալ անսամբլի հետ քաղաքի մշակութային համայնքին ներկայացրին «Հետ դեպի առաջ» թատերավոկալային բեմադրությունը։ Լիներ օրինաչափ հասարակության համար եւ կինն ու տղամարդը հավասարապես հիվանդանց։ Մենք բոլորս արդեն քանի տարի խոսում, մեջբերում ենք կանանց իրավահավասարության, նրանց ազատության, անհրաժեշտության մասին, սակայն ցած է կարել մի կարևոր հանգամանք։ Եվ ո՞րն է այդ հանգամանքը։ Կիսվել ընտանեկան հոգսերը օրինակ։ Բեմադրության առանցքում էր խորհրդանշական զրույցը ընդգրկելով հայկական գրականության եւ մշակույթի նշանակալի ներկայացուցիչներին Զապել Եսայանին, Կատարինե Զալյան-Մանուկյանին, Պերճուհի Պարտիսպանյանին, Շուշանիկ Կուրղինյանին, ինչպես նաեւ Եսայանի որդի Հրանտին, գրողներ Ռաֆին եւ Գրիգոր Արծրունուն։ Նրանք խորհրդային ժամանակագրությունից դուրս ներկայացվում էին մեկ ընդհանուր հարթակում, խոսելով կանանց սոցիալական դերակատարության, տղամարդկանց ներգրավվածության, ընտանեկան պարտականությունների, հավասարակշռության եւ օրեցօր փոփոխվող հասարակական պատկերացումների մասին։ Պիեսը հիմնված է իրական հոդվածների, իրենց մտորումների, այս բոլոր մտավորականներին միավորում է այս կանանց եւ տղամարդկանց հավասար մասնակցությանը նվիրված գաղափարները, հոդվածները։ Տղամարդկանց դերի ընտանիքում վերջիններիս ներգրավմանը երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը մեծ ուշադրություն է դարձնում։ Բացվել են ընտանիքի անկյուն ռեսուրսային կենտրոններ, ունենք Գյումրիում ընտանիքի անկյուն ռեսուրս կենտրոն, Վանաձորում եւ Իջևանում։ Ծրագրի շրջանակներում մենք իրականացնում ենք հայրիկների ակումբ հանդիպում քննարկումներ, որտեղ 18-ից 40 տարեկան երիտասարդ տղամարդիկ եւ հայրիկներ հավաքվում են եւ ակումբային ֆորմատով ծնողավարության, ընտանիքի, զույգերի հարաբերությունների եւ առհասարակ ընտանիքին վերաբերող ցանկացած հարցի շուրջ քննարկումներ ենք ունենում։ Նշենք, որ «Հետ դեպի առաջ» բեմադրությունն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող
կոորդինատոր եւ ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ու ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող Եմեն հանուն կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի եւ բռնության ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն հասարակական կազմակերպության գործընկերությամբ Աստղիկ Խաչատրյան, Խան Հովհաննիսյան այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահի նստավայրում ներկա է գտնվել ՏՏ ոլորտում ամենամյա կրթական պարգևի 21-րդ մրցանակաբաշխության արարողությանը։ Այս տարի մրցանակաբաշխության 126 մասնակիցներից պարգևի են արժանացել 27 ուսանող եւ 9 աշակերտ։ Մրցանակները հանձնել է Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը շնորհավորել է մրցանակակիրներին եւ նշել, որ ամենամեծ մարտահրավերը կյանքն է։ Մենք մարտահրավերները պետք է ընկալենք որպես կյանքի մաս, ասենք սովորական առօրյայի մաս, որովհետև երբ որ մենք երբեմն խոսում ենք մարտահրավերի մասին, մենք դա ընկալում ենք որպես արտառոց մի բան։ Իսկ իմ կարծիքով մենք արտառոց ենք ընկալում երկու պատճառով։ Առաջինը, որ մենք չենք առերեսվել, որ մարտահրավերը հենց ինքը կյանքն է, եւ երկրորդը, ինչքան բարդ են մարտահրավերները, այդ նշանակում մենք ինչ-որ բան չգիտենք այդ մարտահրավերի մասին, այսինքն առնվազն չգիտենք ինչպես կառավարել այդ մարտահրավերը, որովհետեւ ես առիթը բաց չեմ թողնում ասելու, որ եթե ինչ-որ մեկի կամ ինչ-որ հավաքականության մոտ ինչ-որ մի բան չի ստացվում, ուրեմն ինչ-որ մի բան ինքը չգիտի։ Այսինքն եթե ինչ-որ մեկի մոտ ինչ-որ մի բան չի ստացվում, որը ստացվում է ինչ-որ ուրիշ մեկի մոտ, որն է այդ երկու սուբյեկտի տարբերությունը։ Նա ում մոտ ստացվում է, ինքը ինչ-որ մի բան գիտի, նա ում մոտ չի ստացվում, ինքը ինչ-որ մի բան չգիտի։ Եվ շատ կարևոր է, որ եւ իմացությունը եւ չիմացությունը իրանք փոխանցովի են։ Եվ նման մրցանակաբաշխությունները, տեսեք, մենք պետական մակարդակով ենք իրականացնում, իհարկե հարային հատվածի մեր գործընկերների նախաձեռնությամբ, բայց նաեւ պետությունը, կառավարությունը միացել է Եվ այստեղ այս խորհրդանիշը կա, որովհետև մենք ինչու ենք անընդհատ խոսում կրթության ոլորտում առաջնահերթությունների մասին։ Ինչու ենք ասում, որ կրթությունը ռազմավարություն է մեզ համար, որովհետև կրթությունը միակ ճանապարհն է չիմացության մեր մակարդակը նվազեցնելու եւ իմացության մեր մակարդակը ավելացնելու։ Կրթությունը միակ ճանապարհն է մարտահրավերը, այսինքն կյանքը մեզ համար ավելի կառավարելի դարձնելու համար։ Սա վերաբերվում է թե անհատական մակարդակին, սա վերաբերվում է թե խմբային հանրային մակարդակին, սա վերաբերվում է թե պետական մակարդակին։ Եվ երբ որ մենք ամենաբոլոր հնարավոր առիթներով ներդրումներ ենք անում կրթության ոլորտում, սա ինչի համար է եւ ինչի մասին է։ Մենք դրանով ուզում ենք ոչ միայն մեր այսօրվա չիմացության մակարդակը նվազեցնել, այլև ուզում ենք չիմացության ավելի պակաս մակարդակ փոխանցել հաջորդ սերնդին, հաջորդ կառավարությանը եւ հետագա այն մարտահրավերները կառավարողներին, ովքեր պետքա կառավարեն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է հայ մշակույթի եւ արվեստի միջազգային համակարգման խորհրդի անդամներին հոգաբարձուների խորհրդի նախագահ Կիրկոր Աշտերխանյանի գլխավորությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի մշակութային դաշտի զարգացման, հայկական արվեստի միջազգային ճանաչելիության բարձրացման եւ համաշխարհային մշակութային հարթակներում Հայաստանի ներկայությունն առավել ընդգծելու ուղիները։ Վարչապետը կարևորել է նախաձեռնությունը, որն ուղղված է հայկական մշակույթի ժամանակակից ներկայացմանը եւ միջազգային
համագործակցության խորացմանը։ Խորհրդի անդամները ներկայացրել են իրենց ծրագրերը, միջազգային գործընկերների հետ համագործակցության նոր հնարավորությունները, ինչպես նաև մշակութային նախագծերը։ Կողմերը քննարկել են նաև Հայաստանի մշակութային դիվանագիտության ամրապնդման, արվեստի ոլորտում նորարարական լուծումների խթանման, կատարելագործման հնարավորություններն ու ռազմավարական ուղղությունները։ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից ընտանիքում երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար տրամադրվող 50,000 դրամ աջակցությունը կդառնա մշտապես գործող պետական նպաստ։ 26 թվականի սեպտեմբերի 1-ին եւ դրանից հետո ծնված երեխաների համար ծննդյան միանվագ նպաստի չափը կկազմի 500,000 դրամ անկախ կարգաթվից։ Եկող տարի ապրիլի 1-ից բոլոր պետական նպաստները, այդ թվում կենսաթոշակները եւ երեխայի ծննդով պայմանավորված նպաստները կվճարվեն անկանխիկ եղանակով։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ Կառավարության այսօրվա նիստում նախարարության կողմից մշակված նախագիծը հավանության է արժանացել։ Բայց միանգամից ուզում եմ հավելել, որ հաշվի առնելով, որ այս դեպքում էլ մենք ունենք հետվճարի մեխանիզմ, ըստ էության մեր նոր 20% դրույքաչափով, որը հունվարի 1-ից կմտնի, սա նույնպես դառնում է 60,000 դրամ, այսինքն ընտանիքները կարող են ստանալ 60,000 դրամ 50,000-ի փոխարեն հետվճարի մեխանիզմով, այսինքն հետվճարի անկախիկ առևտրի դեպքում։ Այո, անկախիկ առևտրի։ Ամեն ինչ անկախիկ է տրվում եւ անկախիկ առևտրի դեպքում նրանք կարող են 60,000-ի դարձնել այս։ Կենսաթոշակառուներին եւ նպաստառուներին բոլոր տեսակի նպաստները, այդ թվում սա հատուկ եմ նշում, եւ 6 տարում գումարային 6 տարում գումարային դա մոտավորապես կազմում է 4,320,000 դրամ, այսինքն մեկ երեխային տրվող նպաստի չափը եւ եթե կլինեն արդեն այլ շատ երեխաներ, համապատասխան անգամ ավել։ Ուզում եմ նաեւ հատուկ նշել, որ այս ծրագրով վերջի տվյալներով հոկտեմբեր ամսվա դրությամբ արդեն աջակցություն ստանում է 38,816 երեխա, այսքան երեխաների համար վճարվում է այսքան գումար եւ մենք մինչ օրս ծախսել ենք սրա վրա 51 միլիարդ 840 միլիոն դրամ, ինքը բավական լայնածավալ, բավական մասշտաբային ծրագիր է եւ առաջարկում ենք այն դարձնել մշտական։ Հաջորդ փոփոխությունը, որը առաջարկում ենք իրականացնել, վերաբերում է երեխայի միանվագ ծննդյան նպաստներին, որը այս պահի դրությամբ կարգավորվում է ըստ երեխայի կարգաթվի, այսինքն կախված նրանից, թե երեխան որերորդն է ընտանիքում, առաջինը, երկրորդը, երրորդը, չորրորդը եւ 5-րդը տրվում է տարբեր չափի աջակցություն, առաջինի եւ երկրորդի դեպքում տրվում է 300,000 դրամ, երրորդ չորրորդի դեպքում 1 միլիոն դրամ եւ 1.5 միլիոն դրամ 5-րդ եւ հաջորդ երեխայի դեպքում հաշվի առնելով կրկին թե մեր ունեցած փորձը եւ թե նաեւ միջազգային փորձը եւ թե նաեւ այն տրամաբանությունը, որ դրված է այս նպաստի հիմքում, ինչը երեխայի ծննդյան շուրջ ծագող խնդիրները լուծելուն է միտված, այսինքն դա այդ պահին առաջացող ծախսերն են ընտանիքի, որոնք որևէ կարգաթվով ըստ էության պայմանավորված չեն, կապ չունի, որ երրորդ երեխան է ծնվում, ծախսերը միատեսակ են, առաջարկում ենք այն համահարթեցնել, նաև հաշվի առնելով մի հանգամանք, որ հաճախ այս նպաստը դիտվում է ոչ իր հիմնական նպատակով շատ ընտանիքների կողմից եւ մենք ունենում ենք նաեւ դեպքեր եւ իրենք շատ են, եթե կարիք կլինի թվերն էլ կասեմ, երբ որ հատկապես 5-րդ եւ հաջորդ երեխայի դեպքում ընտանիքները երեխա ունենում պարզապես այս գումարի համար եւ հետո շատ մեծ դժվարություններ են ունենում այդ երեխաներին խնամելու, դաստիարակելու եւ ըստ էության մեծացնելու։ Առաջարկում ենք բոլորի դեպքում սահմանել 500,000 դրամ, ինչը նշանակում է, որ առաջին եւ երկրորդ երեխայի դեպքում մենք ունենում ենք աճ եւ ես կարող եմ ասել, որ օրինակ 2024 թվականին պարոն Թորոսյան, բայց բոլորի դեպքում էլ ունենում ենք աճ, որովհետեւ մենք հիմա էքսպերիմենտալ ծրագիրը դարձնում ենք արդեն ծրագրային։ Նախորդ կտորով բոլոր դեպքերում այո։ Բայց ուզում եմ մենք այդ նյուանսը ճիշտ արձանագրենք։ Մենք նախկինում ունեինք 300,000, 300,000, 500,000, 1 միլիոն, 1.5 միլիոն։ Հիմա մենք այս երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում արդեն ոչ թե էքսպերիմենտ, այսպես պիլոտային ծրագիր է, այլ դառնում է մշտական ծրագիր։ Այսինքն հիմա ստացվում է, որ մենք առաջին երեխայի ծննդյան գումարը ավելացնում ենք 200,000 դրամով,
երկրորդ երեխայի ծննդյան գումարը ավելացնում ենք 200,000 դրամով, երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար այլևս մշտապես վճարվող ամիսը 50,000 վճարում ենք պլյուս այդ 500,000-ը։ Այսինքն իրականում բոլորի դեպքում էլ ավելացնում։ Ես հատուկ նշեցի 4.320.000-ը, որը ըստ էության այդ գումարային թիվն է նաև գալիս մեկ երեխային վճարվող նպաստի չափով, պարզապես ուզում եմ ասել, որ 21,600 երեխա մենք ունենում ենք հենց առաջին եւ երկրորդ կարգաթվով ծնվող եւ 300-ը միանգամից դառնալու է 500,000, սակայն այս կարգավորումը ուժի մեջ է մտնելու սեպտեմբերի 1-ից, այլ եմ հատուկ ուզում նշել, որպեսզի որևէ կերպ չանդրադառնա այս պահին երեխա սպասող ընտանիքների վրա, երկու դեպքում էլ մտնելու է սեպտեմբերի 1-ից։ Շատ ֆուտբոլ կխաղանք, որտեղ տղեկ մենակ մեր թաղի տղեկ այլ ասած ֆուտբոլիստ են։ Առայժմ Նարեկն ու ընկերները խաղում են հարևան բակերում կամ որտեղ միազատ տարածություն են գտնում։ Անհամբեր սպասում են, երբ են ավարտելու իրենց բակի խաղահրապարակի շինարարությունը։ Այստեղ լինելու են ֆուտբոլի դարպասները, բասկետբոլի շթերը, վոլեյբոլի ցանցը։ Բազմաֆունկցիոնալ խաղահրապարակը կառուցվում է մասնակցային բյուջետավորման ծրագրով, սա նշանակում է, որ կառավարությունն ու համայնքը բարեփոխումների ենթակառուցվածքների զարգացման գործընթացներում կարևորում են նաև բնակիչների ցանկությունը։ Ներկայացվել էր 8 հայտ, որոնցից ընտրվել էր 3-ը։ Մենք փորձում ենք մեր աշխատանքներին հետևողական լինենք եւ որակը մեզ համար խստիվ կարևորագույնն է։ Խաղահրապարակի կառուցման նպատակով համաֆինանսավորումը կազմել է ավելի քան 15 միլիոն դրամ, շինարարությունն ավարտական փուլում է։ Բնակիչների առաջարկով է հիմնանորոգվում նաև Դիլիջանի հին թաղամասերից մեկում գտնվող մշակույթի կենտրոնը, կառուցվել է 1970-ականների սկզբին եւ արդիականացման կարիք ուներ։ Այստեղ կտեղակայվի նաև քաղաքային գրադարանի մասնաճյուղը, նորոգված կենտրոնի շինարարության ավարտին անհամբեր սպասում են հատկապես տարեց բնակիչները, այստեղ պիտի հանդիպեն միմյանց, կազմակերպեն իրենց ժամանցը։ Բնակելի թաղամասերն իրար կապող կամուրջն էլ պատանիների դպրոց տուն ճանապարհն ավելի անվտանգ դարձնելու համար է։ Վերջին շրջանում ինքնաշեն 5 կամուրջով բոլորը չէ որ համարձակվում էին անցնել։ Դիլիջան համայնքում ակտիվ ընթացքում են նաև այս տարվա սուբվենցիոն ծրագրերը։ Մի քանի փողոցներում հիմնանորոգման ու մայթերի կառուցման աշխատանքներ են իրականացնում։ Բարեկարգում ասֆալտապատում են նաև բակային հատվածները։ Քարուքանդ այս ճանապարհի հիմնանորոգման համար կառավարությունն ու համայնքը մոտ 900 միլիոն դրամ են ծախսել։ Այս տարածքում ապրում եմ 1983 թվականից։ Շենքը ստացել ենք, սարքել են, դրանից հետո ոչ մի բարեկարգում չենք տեսել։ Վիճակը շատ վատ է ելել, ասֆալտ բետոնով կատարվում է հարթեցման աշխատանք, որից հետո կատարվի լուկելի բարձրացում, նրանից հետո արդեն վերին շերտի տեղադրում 5 սանտիմետր ասֆալտ բետոն։ Վաղուց էր պետք եւ վերջապես հին ու մաշված վերելակների ժամանակը կավարտվի։ Դիլիջանում մեկնարկած սուբվենցիոն 4 ծրագրից մեկը բազմաբնակարանների հին վերելակների փոխարինումն է նորով։ 245 միլիոնից ավելի են ծախսել, որ արդիականացնեն բոլոր բազմաբնակարանների 15 վերելակները։ Բազմաբնակարան շենքերը կառուցելուց այդ ժամանակ տեղադրվել է եւ երբևիցե չի փոխվել, առաջին անգամն է որ փոխում ենք, ամբողջական բյուջեն կազմում է 1 միլիարդ 100 միլիոնի մասով։ Հաղարծին գյուղում էլ 6 փողոց են հիմնանորոգում, սկսել են հենապատերից։ 1.7 կիլոմետր երկարությամբ փողոցներում նախ ջրագծերն ու կոյուղիները կարդիականացնեն, հետո կանցնեն տուֆապատմանը։ Գյուղական կոլորիտը պահպանելու համար հենապատերը կառուցում են հատուկ շարվածքով։ Քարը մեր տեղական քարն է, քարի հենց այս քարը մենք ընտրել ենք համայնքապետի հետ միասին, որոշել ենք, որ էսի ավելի սիրուն կլինի, մեր գյուղին ավելի լավ կլինի, ու ինքը թանկարժեք քար է եւ աշխատանքն է շատ թանկ եւ դժվար ճարվող քար է։ Սկսած տրանսպորտից, աղբահանության տեխնիկաներից, հանրային տրանսպորտի ավտոբուսներից, այսինքն բնագավառները տարատեսակ են եղել ու մեր կատարված աշխատանքների գրեթե 50%-ը տրամադրում է կառավարությունը, որը որ եւ շնորհակալ ենք եւ առանց կառավարության աջակցության համենայն դեպս նման ծրագրեր, նման մասշտաբի ծրագրեր իրականացնել անհնար է։ Այս տարվա որոշ սուբվենցիոն ծրագրեր կտեղափոխվեն հաջորդ տարի։ Համայնքապետարանում քննարկում են դրանք 2026-ի ծրագրերի հետ համընթաց իրականացնելու ուղիները։
Ուկրաինայի եւ Թուրքիայի նախագահներն Անկարայում քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու հեռանկարները։ Վոլոդիմիր Զելենսկու խոսքով Ռեջեփ Էրդողանի հետ անդրադարձել են պաշտպանության ոլորտում հետագա գործակցությանը, պատերազմի հուսալի եւ արժանապատիվ ավարտի ուղիներին։ Մենք եւ Թուրքիան դա նույն կերպ ենք տեսնում, խաղաղությունն ու անվտանգությունը պետք է երաշխավորված լինեն, նշել է Ուկրաինայի նախագահը, հավելելով. կարևոր է Անկարայի ակտիվ ներգրավվածությունը կամեցողների կոալիցիայում, հատկապես դրա ռազմածովային բաղադրիչում։ Զելենսկին նաև հայտնել է, որ Էրդողանը քննարկումների տարբեր ձևաչափեր է առաջարկել, որոնց Կիևն աջակցում է։ Էրդողանն իր հերթին հայտարարել է, Թուրքիան պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել առաջարկներ, որոնք կարող են մոտեցնել հրադադարը եւ խաղաղության համար ճանապարհ հարթել։ Նա կարևորել է Ստամբուլյան բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը։ Թուրքիա այցից առաջ Զելենսկին Իսպանիայում, Ֆրանսիայում եւ Հունաստանում ռազմական եւ էներգետիկ ոլորտներին առնչվող կարևոր համաձայնություններ է ձեռք բերել։ Այս ամենին զուգահեռ ռազմական գործողությունները շարունակվում են։ Ռուսական նոր հարվածներից հրդեհներ են բռնկվել Դնեպրում եւ Պավլոգրադում։ Տերնոպոլում նոյեմբերի 19-ի հրթիռակոծության զոհերի թիվը հասել է 26-ի, վիրավորների թիվը գերազանցել է 90-ը։ Ռուսական կողմն էլ հայտնել է գիշերը երկրի տարբեր շրջաններում ուկրաինական 65 անօդաչու թռչող սարք խոցելու մասին։ ԱՄՆ վարչակազմը մշակում է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման առաջարկներ հաշվի առնելով Մոսկվայի եւ Կիևի դիրքորոշումները, հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նա շեշտել է մահացու պատերազմն ավարտելու համար հարկավոր են լուրջ եւ իրատեսական գաղափարներ։ Տևական խաղաղության հասնելու համար երկու կողմերն էլ պետք է համաձայնեն դժվար, բայց անհրաժեշտ զիջումների, նշել է Ռուբիոն։ Արևմտյան մի շարք լրատվամիջոցներ իրենց աղբյուրներին հղումով հաղորդում են, որ ԱՄՆ-ն մշակում է հակամարտության կարգավորման նոր ծրագիր եւ դրա շուրջ խորհրդակցում է Ռուսաստանի հետ։ Ըստ Էքսիոսի ԱՄՆ նախագահի ծրագրով Ուկրաինան պետք է հրաժարվի իր արևելյան շրջաններից, Վաշինգտոնի կողմից ռուսական հետագա ագրեսիայից Ուկրաինային եւ Եվրոպային անվտանգության երաշխիքներ տրամադրելու դիմաց։ Financial Times-ը գրում է, որ Վաշինգտոնի նոր ծրագիրը ներառում է այդ թվում ռուսաց լեզվին Ուկրաինայում պաշտոնական կարգավիճակի տրամադրում եւ օտարերկրյա զորքերի տեղակայման արգելք։ The Wall Street Journal-ն էլ նշում է, որ Վաշինգտոնը ի թիվս այլ զիջումների Կիևին առաջարկում է հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարից առնվազն մի քանի տարով։ Ըստ NBC News-ի աղբյուրների նախագահ Դոնալդ Թրամփը 28 կետից բաղկացած ծրագիրը հաստատել է այս շաբաթվա սկզբին։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան 10-ին հայտնել է, որ Մոսկվան պաշտոնական խողովակներով Միացյալ Նահանգներից որևէ տեղեկություն չի ստացել Ուկրաինայի շուրջ համաձայնության վերաբերյալ։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ նշել է, Ալյասկայում քննարկումներից բացի որևէ նոր զարգացում չկա։ Գազայում իսրայելական ավիահրվացների հետևանքով առնվազն 25 մարդ է զոհվել, այդ թվում կանայք եւ երեխաներ, հայտնել են Համասի ներկայացուցիչները, դա որակելով լրջագույն էսկալացիա։ Ավելի վաղ Ցահալը հայտնել էր, որ Խան Յունիսում զինյալները կրակ են բացել իսրայելցի զինծառայողների վրա, խախտելով հրադադարի համաձայնությունը։ Համասը հերքում է հարձակման բոլոր մեղադրանքները։ Շարժման տվյալով նոյեմբերի 10-ին Միացյալ Նահանգների միջնորդությամբ հաստատված հրադադարից հետո իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 300 պաղեստինցի։ Միևնույն ժամանակ Human Rights Watch կազմակերպությունն Իսրայելին մեղադրել է արևմտյան ափում պատերազմական հանցագործությունների համար։ 2025 թվականի սկզբին արևմտյան ափի փախստականների 3 ճամբարներից ավելի քան 30,000 պաղեստինցի է արտաքսվել։ Նրանք մինչ այժմ չեն կարողանում վերադառնալ իրենց տներ։ Կազմակերպությունը սա որակել է պատերազմական հանցագործություն եւ մարդկության դեմ հանցագործություն, միջազգային հանրությանը կոչ անելով միջոցներ ձեռնարկել իսրայելցի պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու եւ հետագա ոտնձգությունները կանխելու նպատակով։ Իսրայելի բանակը Reuters-ին հայտնել է, որ քաղաքացիական ենթակառուցվածքները ոչնչացվել են, որպեսզի չօգտագործվեն զինյալների կողմից։ Դոնորական արյուն նվիրելու մշակույթը մարզում տարածելու նպատակով Յոլիան արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության Գորիսի բաժանմունքի աշխատակիցներն այս անգամ Կապանի բժշկական կենտրոնում էին։ Օրվա դոնորները բուժ աշխատողներն էին, ովքեր մեծ սիրով եւ պատրաստակամությամբ էին միացել նախաձեռնությանը։ Շատ մեծ սիրով միացել եմ այս նախաձեռնությանը, քանի որ հնարավոր է փրկել ինչ-որ մեկի կյանքը։ Ես մանկաբարձ գինեկոլոգ եմ, աշխատում եմ Կապանի բժշկական կենտրոնում արդեն 4 տարի։ Սա առաջին անգամն է, որ մասնակցում եմ։ Ես գտնում եմ, որ չեմ գտնում, վստահ եմ, արյունը կյանքեր է փրկում ու եթե ոչ մենք բժիշկներս պետք է խոսենք դրա մասին, բարձրաձայնենք ու օրինակ ծառայենք։
Կապանի բժշկական կենտրոնն առաջին անգամ է միացել անհատույց արյունատվության ակցիային։ Կառույցի ղեկավարը նշում է, արյան պաշարները մշտապես համալրման կարիք ունեն։ Նմանատիպ նախաձեռնությունների շնորհիվ այդ հարցում կկարողանան առավել ապահով զգալ։ Կապանի բժշկական կենտրոնում առաջի անգամ է կազմակերպվել անվարձահատույց դոնորությունը եւ ասեմ բավականին մեծ քանակ ունենք պատրաստակամություն հայտնողների։ Ինչի է շատ կարևոր դոնորությունը, արյան դոնորությունը, քանի որ արյան բաղադրամասերի փոխներարկման կարիք առաջանում է կյանքի վտանգ սպառնացող իրավիճակներում եւ միակ աղբյուրը դա արյան դոնորների միջոցով ունենալ արսենալ եւ դժվար իրավիճակներում, կյանքի վտանգ սպառնացող իրավիճակներում օգնել բուժառուներին։ Դոնորական արյուն հավաքելու նպատակով Գորիսի բաժանմունքի աշխատակիցները գրեթե ամեն ամիս այցելում են մարզի քաղաքներ։ 2025-ի ընթացքում միայն Սյունիքում 415 պարկ դոնորական արյուն են վերցրել, որի կեսը արտագնա պայմաններում։ Արթուր Առաքելյանի խոսքով այս թիվը նախորդ տարիների համեմատ ավելացել է։ Ուրախալի է, որ Կապանի բժշկական կենտրոնը նույնպես միացել է հանրապետությունում անհատույց դոնորական արյան ակցիաներին եւ մենք կարծում ենք, որ բազմաթիվ կազմակերպություններ առաջիկայում այս փորձը Կապան քաղաքում կընդօրինակեն եւ մենք դոնորական արյան այլևս այսպես պակաս չենք ունենա, քանի որ դա քաղաքացիների առողջության համար անփոխարինելի միջոց է։ Ելնելով այն հանգամանքից, որ արյան պաշարների շատ մեծ պահանջարկ կա հանրապետությունում եւ մարզում չօգտագործվող պաշարները մենք փոխանակում ենք Յոլյան արյունաբանության եւ ռուսկաբանության կենտրոնի հետ, որպեսզի ժամկետանց արյան բաղադրամասերի խոտանում չունենանք։ Եթե հակացություններ չկան, ապա արյան դոնոր լինելը չափազանց կարևոր է հատկապես Սյունիքում, որտեղ քիչ հանձնում, բայց շատ օգտագործում են, նշում է Յոլյան կենտրոնի արյան ծառայության Գորիսի բաժանմունքի ղեկավարը։ 50% մոտ երկրորդ խումբ ռեզուսի դոնորական արյան պահանջարկ կա, 30%-ը առաջին խումբ ռեզուսի պատկանելիության դոնորական արյան պահանջարկ, իսկ ամենասակավը, որ լինում է 4-րդ բացասական արյան պահանջարկն է եւ 3-րդ բացասական արյան պահանջարկը։ Մարզում մշտապես արյան պաշարների համալրման կարիք կա։ Սյունիքում այս մշակույթը վաղուց է ձևավորվել։ Տարածաշրջանի խոշորագույն ընկերություն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը միակն է, որ 5-րդ անգամ անընդմեջ մասնակցում է «Հանձնիր արյուն, փրկիր կյանքեր» նախաձեռնությանը, որի շրջանակում 3 տարվա ընթացքում անվճար ակցիաներ են կազմակերպվել Քաջարանում եւ կոմբինատի ազդակիր Արծվանիկ բնակավայրում։ Ներկաների խոսքով մարդասիրական նպատակներից բացի այս ամենը նաև հայրենանվեր նշանակություն ունի։ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը ստվերային տնտեսության հարկերից խուսափելու եւ մաքսային իրավախախտումների դեմ, կանխելով հարկային չարաշահումները, որոնք վնասում են պետության եւ օրինապահ գործարար համայնքի շահերը։ Օրերս Իրանի Իսլամական Հանրապետությունից ագարակ մաքսային անցման կետ ժամանած բեռնատար 3 տրանսպորտային միջոց ենթարկվել է մաքսային զննության։ Ռենտգեն զննող սարքավորման միջոցով ստացված պատկերների արդյունքում պարզվել է, որ բեռնատարներում, որոնք մեկ ներգրողի միջոցով պետական սահմանով ցեմենտ են տեղափոխել, արկա է մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտային արտադրանք։ Ծխախոտները թաքցվել են ցեմենտի բունկերների տակ, զոդման եղանակով նախապես պատրաստված թաքստոցներում։ Պետական սահմանից համակային անցման կետերում մաքսային սպասարկման եւ հսկողության վարչության թիվ 14 բաժնի աշխատակիցները հատուկ կտրող գործիքի օգնությամբ բեռնատարների թաքստոցներից դուրս են բերել առանց ակցիզային մակնշման ընդհանուր 6530 տուփ ծխախոտ։ Ոչ օրինական ճանապարհով ծխախոտների ներմուծման փորձը կանխվել է, իսկ հայտնաբերված ծխախոտներն առգրավվել են։ Իրանի Իսլամական Հանրապետության 3 քաղաքացու նկատմամբ մաքսային կարգավորման մասին օրենքի համապատասխան հոդվածի հատկանիշներով կազմվել են արձանագրություններ։ Դեպքին առնչվող նյութերն ուղարկվել են պետ իրավաբանական վարչություն, հետագա ընթացքն ապահովելու նպատակով։
Նշենք, որ վերջին 1 ամսվա ընթացքում Ագարակ մաքսային անցման կետում կանխվել են չհայտարարագրված եւ մաքսային հսկողությունից թաքցված ընդհանուր 31830 տուփ ծխախոտի ներկրման փորձեր։